Գիտեք ինչ չեմ նայել այս կինոն, որովհետև մտածում էի պրիմիտիվ գանգստերական բայևիկ է։ Իսկ մարդիկ սիրում են տենց բաներ, դրա համար էլ հայտնի է դառել։ Խոսալուց առաջ լավ կլինի մտածես ու սլակները չփոխես։ Ես հասկանում եմ դու ուր ես տանում խոսակցությունը, բայց Արմանը գրեց այս կոմենտը։ Տար предложение նայի The Offer անգլերենով գրոսնի ածեցի նկարանումների մասին է։ Նայի կարծիքը տասա, եթե ուզես հետո կարանք իրար հետ գրոսնի ածեցը նայի։ Ու ես նայեցի համ այդ սերիալը, համ կինոն։ Սերիալը լավն էր, երկու բան դուրս չեկավ։ Մեկը Բրանդոյի դերակատարը, որը ընդհանրապես նման չէր Բրանդոյին, ասենք նա այդ դիսոնանսը առաջացնում, երբ որ դու գիտես իրականում ոնց է եղել։ Իսկ մյուսը այն էր, որ պրոդյուսերներին սարքել էին սուպեր գերոյներ, իսկ ռեժիսորն ու սցենարիստը ոնց որ ինչ-որ երեխեք լինեին, որ այդ ֆոնին պրոստը խաղում էին։ Ու եթե դու կինոյի հետ կապ չունեցող մարդ ես, այս սերիալից կարաս տպավորություն ստանաս, որ ռեժիսուրան կամ սցենար գրելը շատ հեշտ բաներ են ու իրանց ընդամենը պետքա փող, որ այդ ամեն ինչը անեն, բայց տենց չի։ Ահռելի աշխատանք են արել Կոպոլան ու Մարիո Պյուզոն։ Իսկ կինոն ամենաբնական բաներից մեկն էր, որ ես իմ կյանքում նայել եմ, շատ բնական, չափից դուրս։ Դժվար է տենց կինո նկարելը, տենց իդեալական ռեժիսուրա անել, տենց իսկական դերասանական խաղ ստանալ ու տենց բնական, շատ բնական սցենար գրել։ Շատ դժվար է, չկա կոնկրետ բանաձև, որ ասես այ եթե սենց անես, կստանաս սա։ Օրինակ, երբ որ նայում ես իմ ամենասիրելի ռեժիսորի Տարանտինոյի ֆիլմերը, դու անընդհատ հիշում ես, որ դու կինո ես նայում ու հենց այդ փաստից ես հաճույք ստանում, որ դու նայում ես լավ կինո։ Իսկ այս կինոն նայելուց դու մոռանում ես, որ կինո ես նայում։ Սկսում ես ապրել իրանց կյանքով։ Մարիո Պյուզոն, սցենարի ու գրքի հեղինակը, սցենարիստի մասնագիտություն չի ունեցել։ Ու երբ որ կնքահայրը տենց շատ հայտնի դառավ աշխարհով, Պյուզոին սկսեցին լիքը առաջարկներ գալ Հոլիվուդից, ու ինքը մտածեց, որ իրան ամեն դեպքում պետք է սցենարիստի կրթություն, գնաց ինչ-որ սցենարի վարպետության դասագիրք, բացեց այդ գիրքը ու հենց առաջի տողում գրված էր որպես լավ սցենարի, օրինակ վերցրեք կնքահայրի սցենարը։ Այս պատմությունը իմանալով գոնե պետք է հետաքրքրվեի ու նայեի, բայց